կարելի է քարտեզը բացել եւ նայել որտեղ է Հայաստանը գտնվում ու Ռուսաստանը ու հասկանալ, որ Հայաստանը չի էլ կարող Ռուսաստանի հետ պատերազմ անել, բացի այն հանգամանքից, որ դա աբսուրդ է ռեսուրսային տեսակետից, դա հնարավոր չի, այստեղ նաեւ պետությունները սահման չունեն իրար հետ։ Դրա համար ինձ թվում է սրանից ավել այս թեման շարունակելը իմաստ էլ չունի, որովհետեւ դե բնականաբար պրոպագանդա է, սա հիմա քաղաքական ինչ-որ ճնշման մեթոդ է, եթե մենք խոսենք ինչ է եղել զորավարժություններին, դա խաղաղապահ զորքերի եղել է բավականին պարզ ինչ-որ մի միջոցառում, արդեն երրորդ անգամ չեմ տեսնում ոչ մի տենց ինչ-որ սենսացիա այստեղ, միակ հետաքրքիր զարգացումը նա էր, որ այս անգամ նաև Հունաստանի եւ Ֆրանսիայի ռազմական կոմպոնենտն էր մասնակցում եւ տեսնում ենք ֆորմատի որոշ ընդլայնում, կարծում եմ բավականին պոզիտիվ է, բոլոր ամենաակտիվ արևմտյան գործընկերները Հայաստանի հիմա արդեն մասնակցում են իրար այդ զորավարժություններին։ Հաջորդ նման զարմանք առաջացնող հայտարարությունը Ռուսաստանից վերաբերում է ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ անդամավճարների չվճարման պատճառով Հայաստանին կարող են զրկել աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Նախ սա ասում է Ռուսաստանի արտգործ նախարարությունը, որքանով է դա սարսափելի Հայաստանի համար զրկվել աշխատանքային մարմիններում քվեարկության իրավունքից, այստեղից կսկսենք եւ հետո հիշեցնեմ, որ Լավրովը արտգործնախարարը հայտարարել էր ավելի վաղ, որ Երևանը կարող է հեռացվել կազմակերպությունից։ Կքննարկենք նաեւ այդ հեռանկարի վտանգավորությունը կամ նշանակությունը Հայաստանի համար։ Սկսենք նրանից, որ ստեղ էլ շատ վախենալու է, հատկապես այն հանգամանքում, երբ որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ու չի քվեարկում, ու ոչ մի հանդիպման չի գնում, ստացվում է, որ դա ոչ մի ձևի չի ազդելու Հայաստանի վրա, եւ կարծում եմ սա էլ ինչ-որ տենց ասելու համար ասել են կարելի։ Ինչ-որ հող է նախապատրաստվում Հայաստանի դեմ։ Ստեղ եթե օրենքը զուտ վերցնենք, Հայաստանին չեն կարող հանել ՀԱՊԿ-ից։ Ինչ-որ խախտումներով կարող է դա հնարավոր է, բայց օբյեկտիվ պետք է Հայաստանը ինքն էլ իր դեմ քվեարկի, որ դա լինի։ Նույնն էլ ԵԱՏՄ-ն երկու կառույցից էլ չի լինի տենց որոշել հանել ինչ-որ մի երկիրը, բնականաբար ինչը որ կապված է Ռուսաստանի հետ օրենքները միշտ չեն աշխատում, մի բան կարող են անել, բայց կարծում եմ, որ եթե ՀԱՊԿ-ից հանեն Հայաստանին, դա էլ ինչ-որ մեծ փոփոխությունների չի բերի, որովհետև մի քանի անգամ ղեկավարությունը Հայաստանի նշել է, որ երբևիցե չի էլ պլանավորում վերադառնալ, ստեղ ընդամենը կստացվի, որ այդ որոշումը վերջնական դուրս գալ ոչ թե Հայաստանը ընդունեց, այլ Ռուսաստանը։ Ու ստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, ինձ թվում է դա ՀԱՊԿ-ի համար շատ լուրջ հարված կլինի, որպես կառույց, եթե բոլոր իր օրենքները խախտելով անդամին հանեն։ Դե ասում են անդամավճար չես տալիս, բայց չգիտենք այդպիսի կետ կա։ Ծառայություններից էլ չեն օգտվում, բայց եւ ծառայություններից չեն օգտվում։ Ընդհանրապես ինչու ենք այս մասին խոսում, որովհետեւ մենք այո, արտաքուստ հասկանալի է, որ հայ զինվորները Ռուսաստանի դեմ չեն պատերազմելու, որ խոսում են սովորեցնելու մասին։ Մյուս կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու, դուրս հանելու ոնց որ թե հնարավորություն չկա, բայց բոլորը նկատում են, որ այս ամենը այս խոսքերի մեջ կա Հայաստանին որպես թշնամի կարգելու, որակելու միտում։ Արդյոք սա է վտանգավորը։ Մենք փնտրում ենք, դե չգիտեմ, սա ճիշտ է թե սխալ է փնտրել ամենտեղ վտանգ, բայց այստեղ փորձում ենք հասկանալ կա իսկապես վտանգ։ Դե սկսենք նրանից, որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը արդեն տնտեսական պատժամիջոցներ է
Հայաստանի դեմ մցը կիրառում, ոնց էլ դա կոչվի, ակնհայտ է, հատկապես երբ որ մենակ Ռուսաստան վաճառքի մասին չի խոսք գնում, այլ նաև տրանզիտի մասին, ուրիշ ԵԱՏՄ պետություններ Ռուսաստանի տարածքով, դա մաքուր տնտեսական պատժամիջոց է, ոչ թե ինչ-որ այնտեղ խնդիրներ են գտել, հայտնաբերել, դրա համար մենք այդ թշնամացումը ինչ-որ չափով ունենք արդեն, բնականաբար մաքսիմալ մակարդակների դա չի հասել, որովհետև Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի անդամ, ՀԱՊԿ-ի անդամ, ֆորմալ առումով մնում է բավականին լայն քանակի պայմանագրեր միջպետական դեռ գործում են, ռազմաբազան գոյություն ունի Հայաստանում, բայց ունենք սենց ասած ներքև գնացող տրենդ այդ հարաբերություններում Ռուսաստանի եւ Հայաստանի եւ եթե ինքը շարունակվի այդ ամեն ինչի քանակը իրար կապող տարբեր հանգամանքների կարող է սկսել նվազել հերթով մեկը մյուսից հետո տպավորություն է որ Ռուսաստանը միտումնավոր տանում է դեպի դրան ինչու այդտեղ հարց է բարձրանում ինչու Ստեղ ինձ թվում է սա առաջի անգամ չի որ ցենց նմանատիպ պատմություն ենք տեսնում իրենց համար եթե էքսկլյուզիվ իրենց հետ չի պետությունը հարաբերություններ ունենում իրենց դուրը չի գալիս ու սկսում են այս ճանապարհով գնալ կարծելով որ այս ձևի ճնշում գործելով պետքա կարծիքը փոխեն երկրում ժողովուրդը ղեկավարությունը բայց գրեթե միշտ դա հակառակ էֆեկտի է բերում չգիտեմ քանի անգամ սա պետքա լինի որ հասկանան բայց ինձ թվում է դա էֆեկտիվ չի աշխատում ու հակառակ ուղղությամբ հակառակ աշխատում Շնորհակալություն զորավարժությունների մասին եմ ուզում անպայման ձեզ հետ զրուցել, ինչ տեսանք զորավարժությունների ժամանակ, դրան կամ զուգահեռ կամ դրան հաջորդեց Եվրոսաթրի, այո։ Եվրոսաթրի 26 ցուցահանդեսը Հայաստանում լայնորեն քննարկվում էր հետևյալ հարցը այ տարբեր տեսակի զենքեր տեսանք մենք զենքը կա արդյոք կա դրա կիրառող մասնագետը եւ այսպես ինչ տեսանք սկսենք դրանից երկրորդը արդեն մասնագետների հարցը Զորավարժությունները այդ Eagle Partner-ի մասին է դա խոսքը իրենք բավականին ասենց թեթև զենքով ու զինամթերքով են արվում դա խաղապահական զորավարժություններ են այստեղ ակնկալիքներ որ ինչ որ կործանիչներ են թռնելու ու ինչ որ հրետանի կրակի չկա ու չի էլ կարա լինի բավականին պարզ զորավարժություններ են տարբեր ասենք խաղապահ առաքելություններում կիրառելի խնդիրներ են պարապում այստեղ կարևորությունը կարծում եմ որ առաջի հերթին նա է որ փորձի փոփոխություն, մշակույթի ռազմական փոփոխություն ամենակարևորը սպայակազմի մեջ ամերիկյան, ֆրանսիական, հունական եւ հայկական մենակ պոզիտիվ է նույն ժամանակ հուսով եմ որ ժամանակի հետ կսկսենք նաեւ զուտ ռազմական զորավարժություններ անցկացնել այդ շարքից երկրների հետ Հունաստանում մասնակցում ենք մեկ-մեկ անցած տարի կար մասնակցություն Հայաստանի տարածքում հետաքրքիր կլիներ տեսնել նմանատիպ մի քիչ ավելի հենց ռազմական զորավարժություն Եթե խոսենք Եվրոսաթրից, որը Փարիզում էր անցնում եւ աշխարհի ամենամեծ զենքի եւ զինամթերքի ցուցահանդեսներից է, տեսանք Հայաստանի բավականին մեծ տաղավար, ես կասեի նա երևի 10 երկիր կար, որ տենց առանձին տաղավարով եկել էր, բավականին լուրջ քանակի ընկերություններ կան արդեն, որ կարողանում են ինչ-որ այնքան պրոդուկտ ունենան, որ կարողանան ցուցադրեն, բավականին պոզիտիվ ինձ թվում է անցավ եւ օրինակ Տալես ֆրանսիական ամենամեծ ռազմական ընկերություններից մեկի հետ Տալեսի հետ հայկական Բուտեխ ընկերությունը կնքեց պայմանագիր վաճառքի չէ համագործակցության պայմանագիր ռազմավարական մակարդակի հարաբերություններ ունենալու ընկերությունների մեջ, որը ցույց է տալիս, որ հայկական
ռազմական արդյունաբերությունը լուրջ աճ է ապրում եւ եթե 3-4-5 տարի էլ այս տեմպը կարողանանք պահպանենք, կարծում եմ, որ սա տնտեսության արդեն մի լուրջ կոմպոնենտ կարող է դառնալ, արդեն խոսքը գնա նրա մասին, որ դրսում նաև լայնածավալ գործողություններ կարողանանք անցկացնել, որը բացի ֆինանսական կոմպոնենտից նաև շատ կարևոր քաղաքական կոմպոնենտ կարող է դառնալ, որովհետև մի շարք երկրների հետ կարելի է գրեթե զերոյից համարյա կառուցել հարաբերություններ, որտեղ բացի այդ կոմպոնենտից ուրիշ բան հիմա չկա։ Նաև պետք է նշել, որ ինչ-որ չափով փոխկախվածություններ է դա էլ ստեղծում, հիմա եթե մեկը քեզնից զենք է առնում, դա արդեն երկարաժամկետ հարաբերությունների մասին է խոսքը գնում, եթե թշնամանաս երկրի հետ ումից զենք ես առնում, դա էլ է խնդիրների բերելու, օրինակ էլ չի սպասարկվի։ Այդ տեսակետից կարծում եմ, որ Հայաստանի տեղը քարտեզի վրա ավելի ուժեղ կլինի, ավելի երևացող, եթե այս ինդուստրիան շարունակի զարգանալ։ Ես չգիտեմ որքանով եք տեղեկացված, համենայն դեպս հարցը բարձրացնենք, տեղում ձեր պատասխանից պարզ կլինի, խոսում են, որ Հայաստանը արդեն արտահանում է, վաճառում է զենք։ Ինչ զենքի, ինչ տեսակի զենքի մասին է խոսքը կամ ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Այստեղ բաց տեղեկատվություն չկա, ես ինչքան հասկանում եմ, ինչը որ հայտարարվել է կոնֆիդենցիալ կամ գաղտնի ձևով է մշակվել եւ դրա համար չենք կարող քննարկել, բայց կարելի է ասել ինչ են Հայաստանում արտադրում, որից ելնելով կարելի է ենթադրություններ անել, թե ինչ կարող էր վաճառվել։ Հայաստանում բնականաբար ԱԹՍ-ներով ահագին զբաղվող ընկերություններ կան, ռադիոէլեկտրոնային պայքարով զբաղվող ընկերություններ կան, զինամթերք արտադրող տարբեր դրամաչափերի ընկերություններ կան, արդեն հիմա որոշ տեսակի հրետանային միջոցներ արտադրողներ կան, օրինակ ինքնագնաց մինամյոտ, սովորական մինամյոտներ, գրադ տեսակի հրթիռային կայաններ, ձևափոխված, մոդեռնիզացված։ Այդ ամեն ինչից ինչ-որ մեկ-երկու բանը գնվել է։ Բարի, եթե ԱԹՍ-ների շուկան ոնց որ թե շատ լայն է եւ զբաղեցված է նույն երևի Թուրքիայի անվանումը տանք Իսրայելի, եթե մենք ԱԹՍ ենք արտադրում եւ եթե վաճառում ենք, ուրեմն ինչ որ առավելություն պետք է ունենա։ Նորից հետ են գալիս այն հարցին, զորավարժություններին, ինչ տեսանք, ինչ տեսանք, որը առավելություն ունի դրա նմանի այլ երկրում արտադրված։ Այստեղ խնդիրը ոնց որ նշեցի այս զորավարժություններին, այն է, որ այնտեղ չի կիրառվում տենց տիպի զենք, պայմանական մեծ մասամբ ավտոմատների մասին ինֆորմացիան էլի քիչ է, փակված է, այսինքն։ Փակված չի, բայց եթե ԱԹՍ-ների մասին զուտ խոսենք, այնտեղ մենակ Թուրքիան ու Իսրայելը չեն, հիմա սաղ աշխարհում լուրջ գումարներ են գնում այդ ուղղությունով, Ուկրաինան է շատ լուրջ արտադրող դարել, նաև որոշ եվրոպական երկրներ, հիմա այստեղ կարելի է նիշ զբաղեցնել, ինչ որ գին որակ ճիշտ առաջարկ ունենալով եւ օրինակ ավելի մեծ ճկունություն ցույց տալով, ասենք համաձայնվել արտադրել պատվիրողի տարածքում, կոնֆիգուրացնել նենց ոնց որ պատվիրողն է ուզում, ավելի հաճախ փոփոխել մոդելը, ինչ որ օրինակ ավելի մեծ ընկերությունները դժվարությամբ են կարողանում անել այդ մոտեցմամբ, բայց ԱԹՍ-ների շուկան դժվար շուկա է, դա համաձայն եմ ես ձեր հետ, նույն ժամ համ դժվար է, համ էլ բայց մեծ քանակների գնումներ են այդ շուկայում հիմա կատարվում, բոլորը դրոն են գնում։ Զիջես նվազագույնը, չեմ ասում ինչ որ մի բան տեխնիկապես կարելի է զիջել, հարցը այն է, օրինակ, չգիտեմ, $5 միլիոն արժի սա, դուք Իրանից 30% ավելի քիչ
խարակտերիստիկայով սարքել եք դրոն, որը բայց ասենք 50% էժան ավելի արժի։ Հիմա արդեն ահագին երկրներ կսկսի մտածել, հատկապես եթե միջին ինչ որ հարստության երկիր լինի, կարող է ավելի լավ 3 հատ օրինակ էժանից առնեմ։ Բայց տեխնիկական նկարագիր կա, տեխնիկական։ Դե հիմա միշտ դա այդ գին որակը միշտ կա, էլի, հիմա Toyota ավտոմեքենա առնեք, թե Mercedes, մոտավորապես այդ լոգիկայի մեջ է, ամեն ինչը նաև ռազմական գնումները, մտը չէ այդ տենց որ վերցնենք, ամեն ինչը պիտի ամերիկական գնալ առնել բոլորին, որովհետև երևի ամենաբարձր ցուցանիշը։ Լավ, մենք ցուցադրեցինք դա եւ ուրեմն մայիսի 28-ին ունեցանք այդ ցուցադրումը, փաստորեն կարող ենք ասել, որ ինչ որ կիսատ ցուցադրվեց ոչ այն ամենը, ինչ մենք ունենք։ Հա, այդպես կարելի է ասել։ Նկատի ունեք ռազմաշքերթին։ Ռազմաշքերթի մասին է խոսքը։ Դե ամեն ինչը չի ցուցադրվել, չի ցուցադրվել է մենակ այն զենքը, որը գնվել է 2020 թվականից հետո, ու ոչ ամեն ինչը ինչ որ գնվել է 2020-ից հետո, բայց ինձ թվում է, որ ահագին մի մասը 50%-ից ավել է տեսականում։ Կարծում եմ, որ բավականին տպավորիչ էր ինչքան գնումներ են արվել ես դաժե կասեի 22-ից մեծ մասամբ հետո 4 տարվա մեջ բավականին լուրջ տեսականի էր եւ շատ ավելի մեծ քանակի, քան դրանից օրինակ առաջ 10-ամյակը եթե վերցնենք անգամներ ավել բայց բնականաբար մենք բանակում մինչեւ հիմա նաեւ ունենք հինզին տեխնիկան, որը կար եւ չի կորել 2020 թվականի պատերազմում